Տիկին Վարդապետյան, մի քիչ շատ են հարցերը։ Առաջինը սկսեմ Տիկին Ղազարյանի եւ պարոն Վարդանյանի հարցադրումների եւ արձագանքներից արդարացման ակտերի մասով կարող եք նշել գեթ մեկ դեպք, երբ արդարացումը չի վիճարկել դատախազությունը օրինակ, եւ ինչու է այդ վարկագիծը որտեղ գրվել ամեն դեպքում արդարացման դատական ակտը պետք է մինչև վերջ բողոքարկվի, ինչն է շարժառիթը այս վարկագծի որտեղ գրման։ Պարոն Վարդանյանի արձագանքի մասով լատենտային հանցագործություններ, բայց տեսեք, հենց սկսեմ առաջին հարցը տեից։ Ակնհայտ է, որ եւ հաշվետվության մեջ զեկույցի մեջ է դա ամրագրված առանձնապես ծանր հանցագործությունների մարդու դեմ ուղղված հանցագործություններ, սպանություններ, առողջության ծանր վնաս պատճառել, մարդկանց թրաֆիքինգ, թմրամիջոցների մաքսանենգություն եւ այլն։ Այս ուղղությամբ աճ է արձանագրված, շատ մտահոգիչ աճ։ Այսպես օրինակ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերն աճել են 422-ով կամ 25.1%-ով։ Թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները կրկնակից ավելի դեպքերով։ Ես չեմ կարծում, որ մաքսանենգության հանցագործությունները այս դեպքում թմրամիջոցների մասով պետք է դասել ըստ էության դասական լատենտայինի շարքում։ Եվ դատելով այս թմրամիջոցների տեսակներից, որը վտանգավորության չափազանց մեծ աշխարհ ունեն, շատ ավելի լուրջ խնդրի առաջ են կանգնում։ Մյուս հարցը վերաբերում է ուրեմն 24 թվականի ընթացքում դատախազների կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 431 քրեական վարույթ, նախորդ տարվա 332-ի դիմաց, այսինքն լրացուցիչ քննության վերադարձված քրեական վարույթների թիվը աճել է շուրջ 30, մոտ 30%-ով։ Մի կողմից սա կարող է դրական համարվել, որ պատշաճ ուշադրություն է դարձվել, բայց մյուս կողմից հանրային միջոցների անհարկի վատնում է համարում ըստ էության։ Այսինքն պատշաճ քննություն չի իրականացվել, պատշաճ գործողություններ չեն իրականացվել, այդ մարդիկ ստացել են հանրային միջոցներ եւ հետո հետ է գնահատվել իրենց աշխատանքը անպիտան, ամենայն դեպս առնվազն են մակարդակով, որ հետագա ընթացք չտրվել։ Ինչ քայլեր է, ինչով է բացատրում սա եւ ինչ քայլեր է ձեռնարկվում, որ այս ուղղությամբ շատ ավելի արդյունավետ ծախսվեն միջոցները։ Քննչական կոմիտեի կողմից հաղորդման մեջ նշված է, որ 24 թվականի ընթացքում 220 վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը եւ դարձել է նախաքննության։ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդման համաձայն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 6 եզրակացությունը։ Հիմա եթե գումարում ենք սա եւ հարաբերում ենք վերևում նշված 431-ի հետ, ակնհայտ անհամապատասխանություն կա, ինչով է բացատրվում այս անհամապատասխանությունը։ Մյուսը չնայած քրեական դատավարության նոր օրենսգրքով այլ տրանկային նոր խափանման միջոցների ներդրումն է, բայց շարունակում է եւ գնալով աճում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առատավոր պրակտիկան, առնվազն միջնորդության մակարդակով։ 24 թվականին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը 23 թվականի համեմատ աճել է 242-ով կամ 12%-ով։ Ինչով է բացատրվում սա եւ հաշվի առնելով, որ ի վերջո բացառիկ լիազորությունը դատախազությանն է միջդատական վարույթում կիրառված կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու հարցը, կարող եք նշել մի քանի դեպքեր, առնվազն գոնե մի 5 կամ 6 դեպք, երբ որ դատախազությունը կիրառել է իր լիազորությունը եւ հատկապես խոսքը գնում է այն դեպքերի մասին, երբ անձը հայտնի է որպես անձը կալանավորված եւ հայտնի որպես հակաիշխանական հայացքներով անձ։ Արդյոք կիրառվել է անձանց նկատմամբ խափանման միջոցը վերանայելու դատախազության բացառիկ լիազորությունը։ 2024 թվականի վերջին անավարտ է մնացել 158.236 քրեական վարույթ,
23 թվականի վերջին 140,523, ինչը շուրջ 17,700-ով կամ մոտ 13%-ով գերազանցում է 23 թվականի ցուցանիշը, ինչով է բացատրվում սա, ոչ պրոֆեսիոնալիզմ է, թե ինչ-որ այլ խնդիրներ կան։ Անավարտ մնացած 158,236 քրեական վարույթներից 135,553-ով կատարվել են վարույթային եւ ապացուցողական գործողություններ, սակայն իհաց չեն եկել քրեական հետապնդման ենթակա անձը, այսինքն չբացված գործեր ըստ էության։ Սա այդ նույն հացի շրջանակներում է։ Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից ինքնավնասման կամ ինքնախեղման դեպքերի շուրջ 33% աճ է արձանագրվել։ Անհրաժեշտ ու բավարար միջոցներ չեն ձեռնարկվում արդյոք նշված դեպքերը չեզոքացնելու ուղղությամբ, որի պայմաններում աճի տենդենց է առկա եւ ցուցանիշները 24 թվականի ընթացքում արձանագրվել է 626 դեպք 205 անձի կողմից, 223 թվականին 155 անձի կողմից 472 դեպք։ Նկատի առնելով, որ ի վերջո դատախազի բացառիկ լիազորությունն է, ըստ էության սահմանադրական լիազորությունն է պատժի եւ հարկադրանքային միջոցների կիրառման շրջանակներում օրինականության նկատմամբ հսկողությունը, ինչով է բացատրում, որ այս լիազորությունը կամ պատշաճ չի իրականացվում կամ բավարար չի իրականացվում։ Իդեպ դրա շրջանակներում անդրադառնալով նաեւ Տիկին Թովմասյանի կողմից բարձրացված հարցերի կոնտեքստում, տեսեք դուք ասում եք եզրակացություններ չենք ստացել, բայց ես հրապարակում եմ հիշում, որ արդեն կար հրապարակված էր թե Արմեն Գևորգյանի, Գրիգորյանի եւ թե նաեւ Սամվել Վարդանյանի վերաբերյալ եզրակացությունները, փորձագիտական եզրակացությունները եւ ի վերջո սրանք այն դեպքերն են, երբ որ ուղիղ խոսում հենց խոշտանգման փաստերի մասին, հենց իրավասու մարմինների հսկողության տակ գտնվող անձանց նկատմամբ, որի բացառիկ պատասխանատուն հենց հանդիսանում է այդ իրավասու մարմին, իսկ հսկողը հենց գլխավոր դատախազությունը։ Եվս երկու հարց, ինչպես հա դե քանի որ միակ 14 ունեմ կհասնեմ լավ։ Մյուս ասեմ էլի գլխավոր դատախազության իրավունքն է ցանկացած անձի ով անցնում է քրեական վարույթով հարցեր տալ այնքան ինչքան կարելի է։ Ազգային ժողովի падգամավորի իրավունքն է տարեկան 1 անգամ գլխավոր դատախազին տալ այնքան հարց ինչքան հարուժիշտ է։ Արեք հարգենք փոխադարձ իրանքը, բայց համեմատությունը հուսամ վատ կանխատեսման սկիզբ չեք դնում, բայց բոլոր դեպքերում։ Քանի որ հանձնաժողով են ձևաչափն է, որտեղ ի տարբերություն լիագումար նիստի, որտեղ շատ ավելի կոշտ է կանոնակարգումը եւ այստեղ մի քիչ ավելի շատ հնարավորություն տրվի եւ տրվում է հնարավորություն, դրա համար շարունակում առողջություն։ Մյուս հարցը վերաբերում է ոստիկանության հատուկ ոնց էր կոչվում, ոստիկանության հատուկ նշանակության ստրուկտուրաների կողմից, ծառայողների կողմից բռնությունների դեպքերի քննության մասով։ Այս հարցը հաճախ ենք տալիս ձեզ ու չենք ստանում լիարժեք պատասխան։ Ի վերջո, կա 24 թվականի ընթացքում եղել է որևէ գործ ոստիկանության այս ստորաբաժանման աշխատակիցների կողմից խոշտանգման, օրենքով նախատեսված լիազորությունները անցնելու հիմքով անձանց նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ արդյոք կան ոստիկաններ, որոնք որ ներգրավված են որպես մեղադրյալներ այդ գործերով։ Ներառյալ հայտնի Ֆրանսիայի հրապարակի դեպքերը, ազգային ժողովի մոտ տեղի ունեցած դեպքերով, ինչպես նաև այլ դրվագներով կան, թե չկան։ 507
329 հոդվածով նախատեսված քրեական վարույթների թիվը կարող եք ասել հատկապես այն կոնտեքստով, որ քրեական օրինակ վարույթները նախաձեռնվել են արցախցիների եւ Արցախի նկատմամբ պատելության խոսքի քարոզով, բռնության քարոզով։ Եվ վերջինը, արդյոք քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածով քրեական վարույթներ նախաձեռնված կան, թե չկան։ Ցեղասպանության եւ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հրապարակային հերկման հոդվածն է սա։ Որմեսում վերջի արցքանորից էլ ախուսում էլի, իսկ դրվագներ ունենք, որ հերկվել է եւ վարույթ չառուցել, խնդրում եմ ինձ էլ փոխանցեք, ես էլ ձեր հետ միասին կդիմեմ գլխավոր դատախազում, խնդրեմ տիկին գլխավոր դատախազ։ Հերթով անդրադառնանք, առաջինը կա արդյոք գետ մի արդարացման ակտ, որ դատախազությունը չի բողոքարկել։ Մեկն էլ չէ, մի քանիսն էլ կան, պարոն Մինասյան, օրինակ նույն կրփազենքի գնահատման հետ կապված, որ նոր քննարկում էինք Տիկին Ղազարյանի հետ, երբ որ պարզ էր արդեն դատարանների դիրքորոշումները, մեզ համար հասկանալի էր երկու ատյանների դիրքորոշումը, մենք ընդամենը մեկ վարույթ ենք բողոքարկել մինչև Վճռաբեկ դատարան հասկանալու համար բարձր դատարանի դիրքորոշումը եւ մասսայական բողոքարկումներ չեն կարել այս դեպքերով, որպեսզի նախ ավելորդ չծանրաբեռնենք դատարանները, հետո դիրքորոշումը հասկանալուց հետո արդեն դատավարական ընթացակարգերով կամ վարույթները կկարճեինք կամ նոր հանգամանքով արդեն վարույթ կնախաձեռնեինք։ Նույն տրամաբանությամբ առանց վարորդական իրավունքի վարելու դեպքերի հետ կապված, երբ որ անձը պատշաճ ներկայացնում է հանգամանք, որ ինքը ծանուցված չի եղել վարորդական իրավունքը կասեցված լինելու մասին, էլի անտրամաբանական բողոքարկումը այս դեպքերում էլ արդարացման դատական ակտերը չեն բողոքարկում, ես ուղղակի ասենց հիշեցի այս պահին այն ամենամասսայական արդարացումները, որոնք որ եղել են ու այդ 1.8%-ի մեջ են մտնում, եթե նայեք Վճռաբեկ դատարանի պրակտիկան կտեսնեք, որ Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի եւ գլխավոր դատախազի տեղակալների բողոքները վարույթ ընդունելու եւ այդ բողոքների հիման վրա նախադեպային որոշումներ կայացնելու թվի աճ ունի։ Դա պայմանավորված չի նրանով, որ ավելի հակված են մեր բողոքները բավարարելու, դա բարձ բացատրություն ունի։ Մենք ամեն ինչ չի, որ բողոքարկում ենք Վճռաբեկ դատարան։ Եվ գիտեք, որ այս տրամաբանության մեջ ընտրվում են այն գործերը, որոնք որ արդեն ուղենիշային կարող են լինել։ Դրա համար ձեր նշած տեղեկատվությունը գուցե ճիշտ էր մի 3-4 տարի առաջ կամ 5 տարի առաջ, բայց այսօր եթե մի քիչ ավելի ուշադիր նայեք դատախազության գործունեությանը, կհամոզվեք եւ դատարանների հետ էլ եթե խոսեք, կտեսնեք, որ բարձր դատարաններին մենք չենք ծանրաբեռնում, եթե մեզ համար արդեն ակնհայտ է դիրքորոշումը։ Նույն տրամաբանությամբ, եթե Վճռաբեկ դատարանը դիրքորոշում հայտնեց, մենք էլի դա հիմք ենք ընդունում նախաքննության փուլում գտնվող վարույթների համար եւ էլի նույնիսկ առաջին ատյանները չենք ծանրաբեռնում այս տեսակ գործերով ու վարույթներով։ Ինչ վերաբերում է լատենտայնությանը եւ աճին, իրականում շարունակելով պարոն Վարդանյանի միտքը, այստեղ երկու տարբեր մոտեցումներ կան ու շատ հաճախ այս բարձաբանման բացակայությունը բերում է նրան, որ պատկերը սարսափելի է, պատկերը վատ է, ամբողջը հանցավոր մեխանիզմներ ու վարքագծեր են, բայց ես կխնդրեմ մեր տարեկան հաղորդման 23-րդ էջը բացել, որտեղ մենք թմրամիջոցների մաքսանենգության հետ կապված հանցագործություններով 2023-24 թվականներն ենք համեմատել, ցույց տալու համար սա ինքնանպատակ չի էս աղյուսակը, նպատակ ունի։ Պարոն Մինասյան։ Գրքերից չէ, բայց հրապարակված նույն ձև կա։ Բանը էլեկտրոնային տարբերակը կա, բայց Տիկին գլխավոր դատախազ հաշվի առնել, որ մուսամոտ ցանկություն առաջացնի, ինձ թվում է երկու օրինակ կարանք փոխանցել ֆրակցիաներին։ Սիրով, մեկական օրինակ փոխանցենք, որ այդ տպագրություն չանենք, կանենք արդեն հաշվեք, որ կա։ Մենք չունենք, ես էլ չունեմ։ Սա իմը չի, իմ օրինակ։ Այս իմն է, նորեմբեր է իմն է։ Եթե դեմ չեք, ես փոխանցեմ ձեզ, հա, վերջում սա շուտ։ Խնդրեմ դիք։ Տեսակ հետո իշխանության անուն եք դնում։ Խնդրեմ դիք գլխավոր։ Այստեղ խնդրում եմ 23 էջի վրա ուշադրություն դարձրեք արգրավված թմրամիջոցների քանակը։ Մաքսանենգության դեպքերի աճը նշանակում է, որ ավելի շատ են հայտնաբերվում թմրամիջոցները սահմաններին։ Եթե մենք նայում ենք
հարուցված վարույթների քանակը, այստեղ թվային նվազում ունենք, որովհետև նախկինում կհիշեք յուրաքանչյուր մանր չափ, զգալի չափ, հա, ոչ չափ չկազմող նույնիսկ քանակություն դառնում էր վարույթ։ Էլի Վճռաբեկ դատարանը հստակ սահման գծեց եւ տարանջատեց այն դեպքերը, որոնք հանցագործություններ են եւ այն դեպքերը, որոնք վարչական իրավախախտումներ են, սրանցով այլևս վարույթներ չեն նախաձեռնվում։ Բայց դրա փոխարեն շատ մեծ ուշադրություն է դարձվում մաքսանենգությանը եւ առգրավված թմրամիջոցների քանակներին։ Հիմա որ համադրեք, կտեսնեք, որ բոլոր տեղերում ամենածանր թմրամիջոցներով մենք ունենք առգրավված քանակի աճ։ Սա կանխարգելման տեսանկյունից էլ կարևոր աշխատանք է։ Բնականաբար ռեսուրսները անսահմանափակ չեն եւ հնարավոր չի յուրաքանչյուր մանր չափի հետևից ամբողջ իրավապահ համակարգով վազել, բայց մաքսանենգության պարագայում մենք կարողանում ենք հնարավորինս ապահով պահել երկրի սահմանները ու այստեղ մեծ դերակատարություն ունի նաեւ ազգային անվտանգության ծառայության կողմից մի շարք սահմանակետերում ծառայությունը սկսել է եւ դրանից հետո մենք տեսնում ենք մեծ քանակի բացահայտումներ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրվող թմրամիջոցների, այստեղ մեծ դերակատարում ունի նաև քրեական ոստիկանության որպես ինքնուրույն ստորաբաժանման առանձնացումը, անցյալ տարվա վերջից ստորաբաժանումը սկսեց աշխատել եւ եթե համեմատեք տարվա վերջում ավելի շատ բացահայտված խոշոր խմբականակներ կան թմրամիջոցների, քան ամբողջ տարվա ընթացքում, երբ որ կառուցվածքը դեռևս գտնվում էր ձևավորման փուլում։ Ուստի այստեղ պետք է ուշադրություն դարձնել այս հանգամանքին, պարոն Մինասյան, սա չի նշանակում, որ ավելացել է, սա նշանակում է տեսանելի է դարձել։ Սա նշանակում է մաքսանենգության հանցակազմը սկսել է ավելի թիրախային կիրառվել, ավելի մեծ ուշադրություն է դարձվում այս մաքսանենգության դեպքերին, իսկ սա կանխարգելման տեսանկյունից ավելի լուրջ ներդրում է ռեսուրսի, քան ինչպես ասացի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետևից վազելը։ Նույն ընտանեկան բռնության դեպքերը էլի տեսանելի են դարձել, դա է պատճառը, ու մենք ենք շատ ավելի հետևողական, մարդիկ են հետևողական իրենց հաղորդումներին եւ այն խարանային մոտեցումը, որ չի կարելի ընտանիքում բռնության մասին խոսել, կարծես թե նվազում է։ Եվ այստեղ ինչ վերաբերում է ծանր առանձնապես ծանր մարդու դեմ ուղղված հանցագործություններին, բռնությամբ կատարվող հանցագործություններին, ապա այստեղ մենք առանձին ուսումնասիրության կարիք ունենք, որովհետև շատ հաճախ այդ ֆիզիկական բռնությունը, որը դրսևորվում է մարմնական վնասվածքներով, ինքը վերբալ ագրեսիայի հետևանք է, եւ այդ վերբալ ագրեսիայի հետ աշխատանքը միայն իրավապահ մարմնի աշխատանքը չի, մենք բազմաթիվ իրավիճակներ ենք ունենում, երբ անչափահասները կենցաղային հարցի շուրջ միմյանց հետ վիճելիս միմյանց դանակահարում են կամ, չգիտեմ, ծանր մարմնական վնասվածքներ են պատճառում ծնողները միմյանց հետ արդեն հաշիվներ տեսնել մաքրելիս, դրա համար այստեղ հա ցուցանիշը մտահոգիչ է եւ մենք հետևանքների տեսանկյունից եւ համայնքային ոստիկանության հետ ենք աշխատում եւ բացահայտման համար քրեական ոստիկանության հետ ենք աշխատում, եթե ուշադրություն դարձնեք, օրինակ Երևանում նվազել է սպանությունների թիվը եւ բացահայտելիության ցուցանիշն է ավելացել, ինչի, որովհետեւ շատ արագ է դեպքի վայրից վերցվում են ամեն ինչը, ինչ որ անհրաժեշտ է ապացույցները հավաքելու եւ գործը դատարան ուղարկելու համար։ Այստեղ այդ ձգձգումները տեղի չեն ունենում, բայց անելիք կոնկրետ սպանություններով եւ մարմնական վնասվածքներով մենք ունենք։ Մնացածը լատենտից ստվերից դուրս եկող հանցագործությունների մասին է։ Դուք նշեցիք լրացուցիչ նախաքննության ուղարկված գործերի մասով, ասեմ, որ այստեղ պատշաճի եւ ոչ պատշաճի մասին չի միայն խոսքը ապացույցների ծավալի եւ ապացույցների բավարարության մասին է։ Այսօր դատարաններում շատ խիստ մոտեցումներ կա մեղքի վերաբերյալ հիմնավորումներին եւ դատախազությունը ձգտում է մաքսիմալ շատ ապացուցողական բազայով գնա դատարան եւ ըստ այդմ խստացրել է մոտեցումը վերջին մի քանի տարիների ընթացքում երկու քննչական մարմինների նկատմամբ էլ։ Դրանից կախված եւ լրացուցիչ նախաքննության վերադարձվող վարույթներն են, որոնցով դատախազը կոնկրետ հանձնարարություն է տալիս եւ չի արձանագրում, որ պատշաճ չես արել տար կարճի։ Արձանագրում է, որ անհրաժեշտ է ձեռք բերել նաեւ այս ապացույցը, այս պատճառահետևանքային կապը ավելի ամուր դարձնելու համար կամ անհրաժեշտ է հարցաքննել այս երաշխիքներով, այս անձանց դատարանի հստակ դիրքորոշում ունենալու պայմաններում։ Ուստի այստեղ խնդրեմ գնահատականների առումով մի քիչ ուշադիր լինել, որովհետև այստեղ մենք չենք ասում, որ դու պատշաճ նախաքննություն չես արել, մենք ասում ենք, որ ձեռք բերված ապացույցները բավարար չեն եւ անհրաժեշտ է լրացուցիչ քննություն կատարել, որպեսզի մեզ բավարար ապացույցները լինի, մենք տանենք դատարան։ Եթե պատշաճ չլինի, այդ փուլում ուղղակի մեղադրական եզրակացությունը չի հաստատվի եւ վարույթը կավարտվի, այսինքն լրացուցիչ գործողություններ կատարելու հանձնարարություն չի տրվի նախաքննական մարմնին։ Եվ այստեղ կրկին խոսքը ապացույցների ծավալի, ապացույցների գնահատման, դատարանների խիստ վերաբերմունքի մասին է։
Անհամապատասխանությունների հարցը ճիշտ ասած ակնկալում էի, որովհետև ծանոթացել էի երկու զեկույցներին էլ եւ լսել էի նաեւ հանձնաժողովի հետ աշխատանքի տեսագրությունը։ Մի կարևոր հանգամանք, պարոն Մինասյան, մենք երկու քննչականների տվյալները մեխանիկական չենք համադրում իրար հետ։ Մենք ունենք մի երրորդ մարմին, ներքին գործերի նախարարության ինֆորմացիոն կենտրոնն է, որի տվյալներն ենք համադրում, բացի այդ մենք ենք վարում մեր վիճակագրությունը եւ այս տարվանից արդեն թվային ենք վարում այդ վիճակագրությունը ընդհանրապես մարդկային գործոնը բացառելու եւ նախաքննության նկատմամբ ժամկետայնություն սահմանելու համար։ Ուստի ես կառաջարկեմ վերլուծության տրամաբանությամբ, եթե որևէ անհամապատասխանություն եք տեսնում ոչ թե զուտ մեխանիկական թվերի մեջ, այդ անհամապատասխանությունները լինելու են։ Պարզ օրինակ բերեմ։ Ենթադրեք 23 թվականի դեկտեմբերի 30-ին քննչական մարմնի համար այդ վարույթը ավարտացա, որովհետև ինքը իր Մալբերի համակարգով ելք է արել, բնականաբար դեկտեմբերի 30-ին այդ վարույթը չի ստացվել դատախազությունում։ Ստացվել է ենթադրենք հունվարի 3-ին, հա։ Այս պարագայում դատախազության համար դա ավարտված վարույթ չի 2023 թվականի դրությամբ։ Այս տեսակ տեխնիկական անհամապատասխանություններ կան, դրա համար մենք ամբողջական վերլուծել ենք վիճակագրությունը եւ 3 մարմիններից ստացած տվյալները համադրել ենք ու նոր դրա հիման վրա ձեզ տրամադրել ենք ցուցանիշներ։ Նույն տրամաբանությամբ անավարտ վարույթները եւ անձինք, որոնք հայտնի չեն։ Հիմա կալանքներին կվերադառնամ։ Անավարտ վարույթները այստեղ պետք է հաշվի առնել, թե այդ վարույթը երբ է նախաձեռնվել։ Շատ հնարավոր է վարույթը նախաձեռնված լինի տարվա վերջին եւ օբյեկտիվորեն հնարավոր չլինի այդ վարույթը ավարտել։ Ես եթե ուշադրություն դարձնեք, հաղորդման մեջ գրել եմ, թե նախաքննության փուլում ավարտված գործերից քանիսը քանի ամսում է քննվում, քանի տոկոսն է, որ մի տարուց ավել է քննվում եւ օբյեկտիվորեն տարին կարող է բավարար չլինի կոնկրետ վարույթն ավարտելու համար։ Դրա համար այստեղ հաշվարկը ավելի ճիշտ կլինի տանել, թե երբ է վարույթը նախաձեռնվել եւ երբ է վարույթը ավարտվել, կարճվել կամ ուղարկվել դատարան։ Իսկ եթե անձինք հայտնի չեն, այստեղ օբյեկտիվորեն մենք չենք կարող դատական հեռանկարի մասին այդ փուլում խոսել, մինչև մենք հետախուզական եւ այլ միջոցներով չհայտնաբերենք անձանց։ Իդեպ հետախուզվող անձանց մասով մենք այս տարի լրացուցիչ աշխատանք ենք մեզ համար ուղենշել եւ բոլոր հետախուզումները նորից ստուգելու եւ հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալները թարմացնելու աշխատանք ենք իրականացնելու մեր գործընկերների հետ։ Պարոն Մինասյան, կալանք խափանման միջոցի հետ կապված էլի հարցը կանխատեսելով ես ինձ հետ երկու վիճակագրական տվյալ եմ բերել 23 եւ 24 թվականների համար։ Եթե անհրաժեշտություն կտեսնեք, գրավորել հետո կարող եմ ձեզ փոխանցել պաշտոնապես։ Ուրեմն 23 թվականի ընթացքում նախաձեռնվել է 50715 քրեական վարույթ։ 23 թվականին դատարանը ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2040 միջնորդություն։ 2040 միջնորդությունից բավարարվել է 1559 կամ միջնորդությունների 76.4%։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այդ հանգամանքի վրա, որ տարիներ շարունակ, եթե նայեք Հայաստանի վերաբերյալ միջազգային զեկույցները, 95%-ից պակաս չի եղել միջնորդությունների բավարարումը, 23 թվականի 76.4%-ը։ Մերժվել են 481 կամ 23.6%-ը։ Եթե համադրենք նախաձեռնված քրեական վարույթների համեմատության մեջ, անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվում է քրեական վարույթների 4.02%-ով։ 24 թվականին նախաձեռնվել է 58895 քրեական վարույթ։ 24 թվականին դատարանը ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2282 միջնորդություն։ Դրանցից բավարարվել է 2013-ը կամ 88.2%-ը։ Մերժվել է 269 կամ 11.8%-ը։ Նախաձեռնված քրեական վարույթների համամասնությամբ կրկին անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվել է քրեական վարույթների ավելի քիչ 3.87%-ով։ Խափանման այլ միջոցների մասով էլ վիճակագրություն ունեմ, եթե հետաքրքրում է բարձրաձայն ասեմ, եթե չի կարող եմ էլի գրավոր ձեզ ուղարկել։ Մենք անցյալ տարի հարցում էինք ստացել, թե դատախազը սեփական նախաձեռնությամբ քանի կալանք խափանման միջոցներ վերացրել դրա անհրաժեշտությունը բացակայելու հիմքով, այս պայն հիշողությունս, եթե ինձ չի դավաճանում 400-ի թե 500-ի միջակայքում էր, ներողություն եմ խնդրում, թիվը հստակ չեմ հիշում, այս տարվա թվերն էլ մոտապես այդ միջակայքում պետք է լինեն, բայց ձեռքիս տակ չկա։ Խոստանում եմ ձեզ լիագումար նիստի ժամանակ այդ թվերն էլ հստակ ասեմ եւ մինչեւ լիագումար կարող եմ ուղարկել այս վիճակագրությունը, որ ասացի կալանքներով եւ խափանման այլ միջոցներով եւս ունենք, եւ տնային կալանքով, եւ վարչական հսկողությամբ, եւ գրավով եւ պաշտոնավարման կասեցումով։ Եվ 23 եւ 24 թվականների մասին է խոսքը։
Ինքնավնասումների դեպքերը, եթե նայեք վերջին գլուխը մեր հաղորդման, նվիրված է պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների նկատմամբ դատախազական հսկողության եւ վերահսկողության մեխանիզմներին, եւ այնտեղ վիճակագրություն կա, թե նաեւ քանի ահազանգով դատախազները քանի հարցում են իրականացրել, նաև ինչ միջոցառումներ են իրականացվել նույն քրեական ենթամշակույթի դեմ պայքարի եւ կանխարգելման շրջանակներում, քանի գրություն է հասցեագրվել քրեակատարողական ծառայության պետին, քանի միջնորդագիր է հասցեագրվել կոնկրետ արդյունքների վերաբերյալ խնդրելով ներկայացնել առաջարկներ, սա ամենօրյա ընթացիկ աշխատանք է, բայց ոչ մի ինքնավնասման դեպք, որը որ որոշակի հանգամանքներով կապված է վարույթի հետ կամ ինչ որ քրեակատարողական հիմնարկում առկա տարբեր ենթամշակութային դրսևորումների հետ մեր աչքից չի վրիպում, եթե տվյալները, որոնք ներառված են հաղորդման մեջ ձեզ բավարար չլինի, կարող եք մեզ գրավոր հարցում անել, մենք ավելի մանրամասն տվյալներ ունենք, չենք ծանրաբեռնել տեքստը բոլոր մանրամասներով։ Դուք նշեցիք դատաբժշկական եզրակացությունների վերաբերյալ մի դեպքում սրտի կաթված էր, մյուս դեպքում նեղությունս պայն չեմ կարող հիշել, բայց սրա վարույթների հետ կապված տվյալներ այս պահին չեմ հիշում, թե որ փուլերում են գտնվում։ Էլի ձեր թույլտվությամբ սա լրացուցիչ գրավոր կուղարկենք կամ լիագումարին ձեզ սրա մասին կտեղեկացնեմ։ Խոսքը Արմեն Գրիգորյանի եւ եւս մի անձի մասին էր։ Հա, Սամվել Վարդանյանի մասին։ Հա, ինձ էլ նոր տեղեկացրեցին, որ կա։ Հեսա հասնեմ աշխատասենյակ, տեսնեմ ինչ են ուղարկել, ձեզ կպատասխանեմ։ Հատուկ ստորաբաժանումների հետ կապված մենք խոշտանգումներով էլի հաղորդման մեջ ինքնուրույն վերլուծություն ունենք այն բոլոր հարցերի հետ կապված, որոնք պարբերաբար հնչում են, թե ինչ ձևաչափով են իրականացվում խոշտանգումների քննությունները, ինչ ենք մենք ստուգում, ինչու են ապացույցները շատ դեպքերում անբավարար դատարան գործը ուղարկելու համար եւ ինչի են ավելի շատ վարույթներ նախաձեռնվում, քան ուղարկվում են դատարան, այստեղ շատ պարզ համադրելի տվյալներ կան։ Անձինք, որոնք որ հայտարարում են իրենց նկատմամբ կիրառված խոշտանգման մասին, այդ հայտարարությունը ինքնին դատարանում արդեն հիմքա վարույթ նախաձեռնելու համար։ Բայց թե հետագայում դա հաստատվում է թե չէ, դա արդեն քննության արդյունքում է եւ դեպքերի մեծամասնությունը չի հաստատվում, որովհետեւ անձինք չեն հետագայում հնարավոր չի լինում պարզել կամ ուղղակի արկա չեն լինում են տվյալները, որոնց մասին անձինք բարձրաձայնում են։ Էլի վիճակագրությունը կա հաղորդման մեջ, եթե ձեզ բավարար չի լինի, դրա հետ կապված լրացուցիչ ձեզ գրավոր կտեղեկացնենք։ Մյուս երկուսով ես վիճակագրություն բնականաբար անգիր չեմ կարող հիշել ու չեմ կարող ձեզ ասել, բայց մի բան հաստատ կարող եմ ասել, որ մենք Հայաստանի ազգաբնակչությունը չենք տարանջատում ըստ իրենց ծննդավայրերի եւ բնականաբար խտրականությունը վիճակագրություն չենք վարում, օրինակ Երևանում ծնված անձի եւ Գյումրիում ծնված անձի կամ Երևանում ծնված անձի եւ Ստեփանակերտում ծնված անձի իր ծննդավայրի հիմքով որոշակի բուլինգի կամ խտրականության, վերբալ խտրականության ենթարկվելու տեսանկյունից մենք մի քանի գրավոր հարցումներ ստացել ենք պատգամավորներից, մենք նման վիճակագրություն չենք վարում եւ նպատակահարմար չենք էլ համարում նման վիճակագրության վարելը ծննդավայրը հիմք ընդունելով։ Այսքանը 136 հոդված եւ 329-ի հետ կապված վիճակագրություն չեմ հիշում, անգիր չեմ կարող ասել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արձագանքում եք։ Իսկ կարծիքով Տիկին Վարդապետյան, նախ խնդրեմ, որպեսզի ինչ մասին ասեցիք, որ առանձին տեղեկանքներով, խնդրեմ մինչև, եթե հնարավոր է լիագումար նիստը տակ, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրենք, կարողանանք նաև լիագումար նիստում այն հարցերը, որոնք որ այդ տեղեկանքներով կհանվեն, նորից չհնչեցնենք, հա։ Երկրորդը, դուք ասում եք ծագման հիմքով կամ ծննդավայրի հիմքով մենք վիճակագրություն չենք վարում, այս հոդվածի իմաստն ու տրամաբանությունը հենց դա է։ Եվ ատելությունն ու բռնության քարոզը պայմանավորված արցախցի լինելու հետ, հենց այս հանցակազմի օբյեկտիվ կողմի բնորոշման դրսևորումն է։ Հիմա դուք որ ասում եք վիճակագրություն չենք վարում, սա իմ մոտ ներողություն, բայց տարընկալման բան է տալիս, էլի։ Այսինքն, ես ոնց հիմա կարողանամ հասկանալ այս ատելության մթնոլորտը, որ հետևողականորեն քարոզվում է։
հետևողականորեն տարածվում է արցախցիների նկատմամբ, Արցախի հանրապետության նկատմամբ, սրա դեմ պայքարը ուրիշ ինչ ձևով պիտի արվի, եթե ոչ օրինակ նաև քրեական վարույթներ հարուցելու, մեղավոր անձանց բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ուրիշ կերպ կա, բացի ես նկատնում օրինական այն միջոցը, որը քրեորեն քրեական օրենսդրությամբ նախատեսում է պատասխանատվության ենթարկել այդ անձանց։ Եթե կա, խնդրում եմ այլ ձևով մեզ տեղեկացրեք, եթե այդ վիճակագրություն չեք վարում, գոնե այս հոդվածի շրջանակներում օրինակ է, տվեք թվային տվյալներ եւ տվեք, ասենք, ուղղություններ, թիրախներ, կամ ընդհանուր առմամբ ընդհանուր դարձած, այսպես ասած, ձևակերպումներ, որոնք որ ատելության խոսքն է եւ բռնության քարոզն է ամփոփում։ 136 հոդվածը չափազանց կարևոր է, որովհետև գործող քրեական օրենսգրքի հոդվածի շրջանակներում մենք նաև հիմա որ շրջանառության մեջ ենք դրել հայոց ցեղասպանության ուրացման դեմ քրեական պատասխանատվությունը խստացնելու առաջարկը անդադ վկայակոչվում է հոդվածը։ Ես խնդրեմ, որպեսզի եթե հնարավոր է նաև մինչև դիագումարնիստը տակ տեղեկատվություն կա արդյոք հարուցված վարույթներ, թե ոչ, ընդամենը արկայության մասին։ Իդեպ որևէ դեպքի առնչությամբ Տիկին Վարդապետյան, սա կարևոր հարց է եւ քանի որ հետեւել եք դուք նաեւ քննչական կոմիտեի հակակոռուպցիոն կոմիտեի զեկույցների քննության ժամանակ ես խնդրեմ որպեսզի ասեք զուտ էս հարցումը որևէ դեպքով հարուցված քրեական վարույթ կա թե չկա պատասխանը կարող արդյոք գաղտնի համարվել եւ եթե այո խնդրեմ իրավական հիմքերը մատնանշել որովհետեւ քննչական կոմիտեի նախագահ ասեց որ այո եւ ես ոնց հասկացա նաեւ մեր քաղաքական մեծամասնությունն էլ է այդ գծի մեջ որ կարող է նաեւ այդպեսին լինել խնդրեմ որպես եթե կա նաեւ իրավական հիմք է հատուկ նշանակության գնդի կամ ստորաբաժանման աշխատակիցների մասով Տիկին Վարդապետյան բազմաթիվ են դեպքերը ես որպես որևէ այլ դեպքի մասին չհայտարարեմ իմ հետ պատահած դեպքն է Ֆրանսիայի հրապարակում Ջոմարձյանի գլխավորությամբ կարմիր բերետների գործողությունները ընդ որում թե նախաքննական մարմինը քրեական վարույթ նախաձեռնած մարմինը մեր բողոքի իման վրա թե դատախազությունը ոչինչ չտեսնելով մենք բողոքարկեցինք դատարանը բավարարեց հետ ուղարկեց քննության ու վերջ ասում են վկաներ չկան նույնիսկ վկաներին ենք հայտնաբերել ներկայացրել Միջապես ես քանի որ Աշոտի գործով արդեն կանխատեսելի է թե ինչ պատասխան է հնչում այնուամենայնիվ ես կոնկրետ այս գործն եմ բերում որովհետև ի վերջո այդ անձինք պետք է ընդհանրեն պատասխանատվության թե չէ Եթե падգամավորների նկատմամբ են դες վարկագիծ դրսևորում քաղաքացիների նկատմամբ ինչ են անում ի վերջո ես անկեղծորեն եմ այս հարցադրումը դնում որովհետև եթե մենք ձեր հետ միասին չկարողանանք բացահայտ բռնությունը, դաժանությունը, խոշտանգումը չկարողանանք կանխել, ցանկացած իշխանության ժամանակ սա դարձնելով նորմ, անընդհատ այս նույն խնդիրների մեջ ենք լինելու։ Ես խնդրում եմ նաև այս լույսի ներքո դիտարկենք հարցը։ Եվ ամենավերջինը Ես շատ եմ այս հարցը տալիս ձեզ, բայց այդպես էլ որևէ պատասխան, առարկայական պատասխան, դուք ասում եք մենք ընդամենը տեղեկացնենք 507 հոդվածով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելը։ Ի վերջո քրեորեն պատժելի որպես արարք, ինչպես հասնենք նրան, որ սա դառնա, այսպես ասեմ, գործուն մեթոդ որ մենք կարողանանք վստահել իրավապահ մարմիններին, ասենք այ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ կա, ապահովված է քրեադատավարական մեթոդներով, սանկցիաներով եւ ենթակա է կատարման։ Արման Բաբաջանյանը չէ կարող հայտնաբերել, չեն հասկանում իրավասու մարմինները։ Սա որ եթերում է։
Վերջ, Շնորհակալ։ խնդրեմ։ Ես շնորհակալություն, լավ կլինի, որ ես վստահ եմ, որ սա շատ ունեք տպված։ Շուտ բան չի։ Խնայում ենք։ Էսի ուրեմն Էլեկտրոնային բարոյական։ Բայց տեղեկացնեմ նաև, որ դատական ակտերի ցանկացած դատական ակտերի օրինական ուժի մեջ մտած ցանկացած դատական ակտի կատարումը շապազանց կարևոր է իրավունքի գերակայության ապահովման համար երկրում։ Դրա համար պարոն Մինասյան, այդ հարցը ուզում է բոլորիս, ոչ միայն առանձին գործերով, այլ ընդհանրապես։ Ավարտեմ։ Խնդրում եմ, հարգելի գործընկերներ։ Սրա հետ զուգահեռ, բայց նաև մենք պետք է որոշակի օրեն մենակ չկենտրոնանանք մեր նկատմամբ տեղի ունեցած իրադարձություններով եւ մեր դատական ակտերով։ Մենք ընդհանրապես պետք է հետաքրքրվենք երկրում իրավունքի գերակայության ապահովման հարցերում, թեև չբացառ։ Արդեն ես կոնկրետ օրինակը բերեցի, որովհետեւ այստեղ հերկելու բան չկա։ Այսինքն փաստացի այն բան, այլ դեպքում գլխավոր դատախազը կան դառնա նաև դրան, խնդրեմ դիգր դատախազ։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, մի առաջարկ ունեմ այս 329-ների հետ կապված, քանի որ մենք ընդհանրական վերլուծություն ենք ուզում, մենք ոնց որ ընտանեկան բռնությունը նախորդ անգամ քննարկեցինք եւ աշխատանքային ծրագրում ամփոփեցինք, ես կառաջարկեմ մենք այս տարվա տարին երկու անգամ աշխատանքային ծրագիր ունենք մենք տարբեր ուղղություններով, որով որ ավելի խորն ենք վերլուծում, հանում ենք ուղղությունները, հանում ենք ձևակերպումները, հանում ենք դատարան ուղարկված գործերը եւ դատական ակտերը, ես կառաջարկեմ այս հարցը, ոնցով հաստատ մինչեւ լիագումար չենք հասցնի այն խորությամբ, որով որ դուք եք առաջարկում, մենք աշխատանքային ծրագրում կներառենք եւ այդ ձևակերպումների եւ խտրականության դրսեւորումների մասին կխոսենք, որովհետեւ ամենայն հարգանքով ես շատ լավ եմ հասկանում ինչ եք ասում, բայց իմ կարծիքով չի կարելի ծննդավայրի հիմքով անձանց տարանջատել ու խտրականությունը հենց մենակ դրանով պայմանավորել։ Խտրականությունը է, այդ թվում վերբալը, այդ թվում վերբալ ագրեսիան ու կարող է յուրաքանչյուրի նկատմամբ դրսևորվի, յուրաքանչյուր վայրում ծնված անձի նկատմամբ, յուրաքանչյուր լեզվական առանձնահատկություն ունեցող անձի նկատմամբ։ Դրա համար ես կառաջարկեմ մենք սա աշխատանքային ծրագրով կամփոփենք եւ հաջորդ տարվա հաղորդման մեջ էլ կունենանք եւ առանձին մի հատ էլ կհրապարակենք, մի հատ էլ ձեզ կուղարկենք այդ ծրագրի արդյունքները, որպեսզի ձեր ասած բոլոր ուղղություններով ձեր ուզած ելակետերը լինի։ Եթե լրացուցիչ հարցեր կան, որոնք ձեզ կհետաքրքրեն, կարող եք մեզ ուղարկել, մենք աշխատանքային ծրագրի մեջ կներառենք, սա 6 ամսյա ժամկետ է պահանջում։ Այսինքն, եթե համաձայն եք մինչև լիագումար չենք հասցնի, չանենք, բայց ներառենք, կարող ենք ջենտլմենական պայմանավորվածության գալ, անել, ձեզ փոխանցել ավելի որակյալ պրոդուկտ աշխատանքի։ Ինչ վերաբերում այդ 136-երին եւ կալանքներին, իհարկե, մինչեւ լիագումարը ինչ որ ասեցի ու ինչ որ չկա հաղորդման մեջ, մենք ձեզ կուղարկենք, որ դուք ունենաք, պատրաստ լինեք մեզ նոր հարցեր տալու։ Ես մի փոքր լսեցի այդ դիալոգը, որը կար տեղեկատվության ազատության մասին օրենքի կոնտեքստում։ Այստեղ երկու իրավական ակտ է պետք հաշվի առնել։ Առաջինը տեղեկատվության ազատության մասին օրենքը, որը թույլ չի տալիս այդ տեսակ տեղեկատվությունը փոխանցել հայցող անձին ու այդ հիմքով ուղղակի բացատրում ես հայցող անձին, որ չեմ կարող տալ, օրենքը թույլ չի տալիս։ Իսկ ինչ վերաբերում է գաղտնի համարվող տեղեկատվությանը, ապա ոչ մենք, ոչ քննչականը այդ գաղտնիքի լիազոր մարմինը չենք։ Դրա համար ազգային անվտանգության ծառայությունն է, որը որ այն մարմիններ, որը մշակել է օրենսդրությունը եւ ըստ էության հսկողական ու վերահսկողական լիազորություններ ունի։ Ուստի ձեր հարցը եթե ճիշտ հասկացա, թե ինչի հիման վրա է որ չենք տալիս, դա տեղեկատվության ազատության մասին օրենքն է, որը սահմանափակումների հիմքերը ունի։ Հենց այդ սահմանափակման հիմքով չենք տալիս։ Ուղղակի չենք տրամադրում, հակառակ դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվենք արդեն գաղտնի տեղեկատվությունը հանրամատչելի դարձնելու համար։ Խոշտանգումների մասով ես բացի նրանից ինչ որ կա հաղորդման մեջ, մինչև լիագումարը կոնկրետ վարույթների հետ կապված էլի նախաքննական գաղտնիքը չխախտելով, բայց կփորձեմ որոշակի քննության առանձնահատկություններ վերհանել, որպեսզի նաև հասկանալի լինի, թե ինչն է պատճառը, որ օրինակ վարույթը դեռևս չի ավարտվել կամ դատարանը ինչ հանգամանքներ է վերհանել, որ նախաքննական մարմնին պարտավորեցրել է այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել։ Հիմա օբյեկտիվորեն պատրաստ չեմ այդ հարցին պատասխանելու, որովհետև վարույթը ձեռքիս տակ չկա, չեմ էլ հասցրել կարդալ։ Ես կարծես ոչինչ չմոռացա, չէ՞։ Հանձնաժողովի նիստի իմաստն էլ նա, որ մենք այստեղ կարող ենք հնչեցնել հարցադրումներ, որոնց վերջնական պատասխանները կարող են հնչել լիագումարին, այնպես որ ժամանակ ունենք։ Խնդրեմ։